Հայաստանի Հանրապետության լավագույն ռոք բենդն էր մեր եթերում, իմիջիայլոց Նեմրան պատրաստում է եվրոպական տուրի։ Եթե գնալ ես Բուդապեշտ, մայիս ամսին, այնտեղ կարող ես... Իմ սիրտը այնքան ջերմ է Նեմրայի հետ կապված, որովհետև ես նրանց գործունեության երկրպագուհին եղել եմ դեռևս 2016 թվականից, երբ խումբը դեռ համեմատաբար նոր էր ձևավորվել, եթե ոչ նոր էր, եւ այսպես նրանց աճին ինքս հետևել եմ բոլոր թրեքերին։ Այո, այո։ Ես չեմ պատմում, թե ինչ կապ ունեմ ես Նեմրայի կյանքում, էական չի։ Մեռա ես Նեմրա։ Լավ, հիմա անցնում ենք մեր հերթական, այսպես ասած, էջին, մեր եթերային չէ, որ այսօր տոնական է, ծաղիկներով, նվերներով, սուրպրիզներով Մեսրոպ Մաշտոց ներողություն լի եթեր է եւ մենք ունենք հիանալի հյուր տաղավարում։ Այո, կարող եք չէ արդեն կռահել, թե ինչ են ստանում մայրերը այսօր ամենաշատը։ Իհարկե ծաղիկներ, ոչ միայն մայրերը, առհասարակ ես ասեցի, իսկ պատկերացնում եք, եթե այդ ծաղիկները նաև պայուսակներ են։ Ինչ լավ անակնկալ կլինի ու այդպիսի հրաշալի նվեր գնելու հնարավորություն իրապես արդեն կա, դուք մեր սեղանին տեսնում եք, իրականում շատ գեղեցիկ է։ Ծաղիկ պայուսակ։ Այո, վստահ եմ։ Հետո սա հրաշալի աքսեսուար կլինի տան համար։ Եվ մեր տաղավարում է Alf Flowers-ի հիմնադիր Ալինա Շահնազարյանը, ով կպատմի շատ ֆրենդային ծաղկային պայուսակների մասին։ Բարև ձեզ, բարի լույս, ձեր ապրիլի 7-ը շնորհավոր։ Спасибо вас тоже։ Բարև ձեզ, շնորհավորում ենք ձեր ապրիլի 7-ը, մի հուզվեք։ Սա պայուսակ է, թե սա ինչ է, ծաղկային կոմպոզիցիա է, սա ինչ է։ Այս պայուսակի մի ուզում հասկանամ, հեռախոս կարելի է դնել մեջը, բանանիներ, թե ինչ, թե սա ուղղակի դնում ես որպես այս տարբերակով, ինչու ոչ, հետո կարող ես որպես պայուսակ օգտագործել։ Հա, մտնում ես մետրո։ Այո, թեկուզ, ինչու ոչ։ Հիմա պատմեք ինչպես ծնվեց գաղափարը։ Решение создать что-то необычное. Что-то необычное, да, всегда любила что-то необычное в одежде, в каком-то стиле, и такая идея пришла. Почему бы цветы не носить в сумках, не дарить их так необычно? Փաստորեն գաղափարը ծնվեց այն գաղափարից, որ պետք է ինչ-որ արտասովոր բաներ լինել, եւ վերջով ինչու չի կարի ծաղիկները կրել պայուսակի մեջ, դա էր առաջինը։ Հերոսադիտողն էլ արդեն տեսնում է կոմպոզիցիան, շատ գեղեցիկ է, ու մենք հաճախ պայուսակում չենք կարողանում տարբեր բաներ գտնել եւ սա հրաշալին է։ Թափանցիկ պայուսակի մեջ դնում ես, ինչ ուզում ես, ընդհանրապես ոչինչ չկա։ Հա, ծաղիկները որ հետո հանես, որպես պայուսակ, այո։ Հա, բոլորը կտեսնեն թե ինչ iPhone-ում իզառան, այո։ Դա էլ լավ բան չէ։ Բայց հետաքրքիր է ինչպես որոշեցիք տեղափոխվել Հայաստան, եկաք Հայաստան, սկսել բիզնես, որտեղից տեղափոխվեցիք։ Я родилась в Армении и жила всего лишь 9 лет. Ահա, 9 տարի եք ընդամենը ապրել այստեղ, ծնվել եք Հայաստանում, 9 տարի апрель եք, հետո 9 лет, и спустя 36 лет решили попробовать вернуться в Армению. 36 минус 9. Плюс 9. Минус 9. Окей. Տարիներ անց Ալինան ընտանիքի հետ որոշել է վերադառնալ Հայաստան, իսկ որտեղ եք ապրում իջև եք։ В России. Ռուսաստանը մեծ է, որտեղ Կալինինգրադ, Վլադիվոստոկ, Սիկտիվկա, Մոսկվա։ Ալինան ապրում էր Մոսկվայում, Մոսկվայից վերադարձել եք այստեղ եւ բիզնեսը սկսել եք այստեղ, փաստորեն։ Այո, ну 2 месяца я попробовала в Москве и случился переезд. Երկու ամիս փորձել եմ Մոսկվայում, հետո տեղափոխվեցինք այստեղ, դե Մոսկվայում չի ստացվում ոչ, Երևանում է ստացվում ամեն ինչ։ Так, вот, сейчас 3 месяца активно работаем, да, и достаточно хорошие результаты. И խանութ ունեք, բուտիկ ունեք, онлайн եք վաճառում, офис продаж. Сейчас готовим открытие магазина. Իսկ ես պահին կարելի онлайн գրանցվել։ Онлайн, да. Активно ведется Instagram. Alf Flowers. Алина. Ал? Нет, это в Армении мы стали Alf Flowers. В России мы были Аленький цветочек. Большой привет и Аксёну. Да. Սիրում ես այդ հեքիաթը։ Այո, մուլտֆիլմն էլ եմ շատ սիրում։ Չեն վախենում հրեշից։ Մի քիչ։ Հրեշը վախենալու է։ Բայց ինչպես որոշեցիք հա հենց ծաղկի բիզնես սկսել, արդյոք նախկինում էլ այս ոլորտում աշխատել եք, բացի Մոսկվայում աշխատել եք։ Нет, в этой сфере не работала никогда. Я не знаю, увидела такую композицию, именно эту сумку
где-то на просторах интернета и решила ее сделать. Ինչ-որ պայուսակ եք տեսել ինտերնետում, да, и она փորձեք достаточно так закрутилась в течение месяца в Москве. И вот решили переехать. Я решила, что здесь это прям... Հիմա ինձ հետաքրում է, սա փոքրն է, մեծն է, միջին է, կա օրինակ Это չգիտեմ։ маленькая, это у нас S. S. У нас их 4 размера. Так, S, SML. S, И гигант. Да, у нас есть SML гигант. ու XXL, կամ 3XL։ Հսկայական։ Հսկայական չամադան է, էլի։ Հա, ճամփրուկ մի ամբողջ։ Да, да, да. Չամադան ցվիտամի։ Видите, Ինչ ծաղիկներ եք чемодан. օգտագործում։ Միշտ վարդեր են միայն թե։ Вы знаете, нет, я использую тюльпаны. Кстати, все цветы, все композиции собираю только я. Այսինքն սա ձերքի աշխատանք է, միայն դուք եք դրանով զբաղվում Только я եւ их բոլորը ունիկալ են։ Երկու нույն Каждая պայուսակ հնարավոր չի լինել։ Нет, можно сделать, но Ну как они можно? все Цветы же разные все. Как можно сделать две в одинаковые? закупке можно купить одинаковые. И... Для двух сестричек-близняшек можно сделать, да. Գալ Հայաստան, սկսել բիզնես, շատ դժվարություններ հաստատ եղել են, այ ոնց փորձեցիք բիզնեսը հարկայնում գրանցված եք թե չէ։ Չէ, ոնց փորձեցիք բիզնեսը զարգացնել, ինչպես Instagram-յան էջը զարգացավ, որն էր հաջողության գրավական, որ 3 ամսում արդեն ունեք հաճախորդների բազա։ Ես իմանալ Со եմ։ мной работает очень большая команда. Մեծ թիմի Я աշխատում не ամենայդ, одна, այո։ я не, ну как бы именно ручную работу я Ես делаю մենակ չեմ, сама. սա այս На самом կոմպոզիցիաները деле Ալինան է у անում։ нас очень большая команда. Մեծ թիմ Это ունենք։ штат сотрудников, штат людей, которые мне помогают в социальных сетях. Կան Достаточно մարդիկ, որոնք որ профессиональные, да, профессиональная команда. Արհեստավարժ թիմ է աշխատում։ И вот мы вместе да, шагаем. У нас энергия много вокруг проектов кажется. еще впереди. То есть на одних сумках мы не останавливаемся. Այսինքն միայն պայուսակներ չի լինելու, Нет. իսկ ինչ է լինելու հետագա։ Ну, дальше мы вот идем в направлении в красивом. Скоро все предоставим. Դա դեր գաղտնիք է։ Да. Սուրպրիզ, Բայց սուրպրիզ այն ինչը շուտով։ ձերքի աշխատանքի հետ է կապված, Ալինան ինքն է անում, չնայած տեխնիկական մասով ունեն աջակցող թիմ։ Ահա, տեսնենք պայուսակները։ կադրերով տեսնում Կարող ենք։ եք պատվիրել ձեր սիրելիների համար։ Ալինա, ինչ որ հեռախոսի համար кա, որով կարելի է զանգահարել պատվիրել, թե միայն Да, да, нас можно найти в Инстаграм, и номер телефона указан. Instagram-ում Allflowers էջում կա նաև հեռախոսի համար, կարող եք պատվիրել։ Քանի օրից կամ քանի ժամից կարելի է։ Օրինակ ես ինչպես միշտ վերջի վարքյանին եմ։ Одна сумка собирается минут 40. Այսինքն կարող եք Я 40 րոպե։ сегодня не спала. То есть сегодня я отдала уже 15 сумок за ночь. Собрала. Подождите, Вот. вы не И спали по- 40 минут или не Нет, спали я всю не ночь? спала всю ночь, потому что у меня были Или патвины заказы. А. Все заказы, которые до 3 часов дня, мы уже отправили Ալինան на ամբողջ գիշեր доставку. չի քնել, որովհետև պայուսակները հավաք է եւ И զարակո дальше к вам нужно было прийти. Да, кстати, вашу сумку тоже, да. Հեռախոսի համար արդեն պարզել Այո, եք։ հեռախոսի համարը 094 94 9900, այս հեռախոսի համարով կարող եք զանգահարել եւ պատվիրել այս գեղեցիկ փունջը օրիգինալ մատուցմամբ։ Պատվիրեցինք, պատրաստեցինք, ով է մատուցում, ով է բերում։ Գեղեցիկ տղամարդ, գեղեցիկ կին։ Լավ միտք։ Չէ։ Да, да, да. Նաև У առաքում нас եք։ есть, да, доставка. То есть Մի հատ все անհամեստ красиво, հաց։ цивильно, Իսկ տղամարդուն интеллигентно. կարելի է այսպիսի պայուսակ։ Թե ոչ։ Ну, можно, наверное, разместить туда какие-то цветы, которые дарят мужчинам. Ահա ինչ Ну, я ծաղիկներ так են տալիս думаю. տղամարդկանց, կան այդպիսի Նույն ծաղիկներ։ ծաղիկները։ Սև վարդ։ Ну, мне кажется, Հա կան չէ տղամարդիկ, որ սև գույն է սիրում։ Սև վարդ։ вы знаете, можно в эту же сумку, допустим, разместить подарок Или для доллары. мужчины, да, то есть Много можно и долларов. духи, и все что угодно собрать. Потому что- Ինձ մի բան է հետաքրում։ Այս պայուսակ ինչքան ժամանակ ենք այսպես ապրելու։ Թարմ տեսքով մնա, քանի օր։ более 3 недель. 3 շաբաթ։ Այո,
Ես 3 շաբաթ հետո կվերադառնամ եւ կասեմ, որ այն դեռ կամ Да, я хочу, чтобы был честный отзыв. Честный դնել отзыв. եւ տանը կամերա դնես, մենք on-line տեսնենք թե քո պայուսակը ինչպես ինչ միջա։ 3 շաբաթ հետո կարելի է սա հանել եւ պարզապես օգտագործել որպես արդեն թափանցիկ ծառայի պայուսակ։ Այո, եւ այստեղ ինչ որ բան է, չէ՞, դրված, որ ծաղիկներին թարմապ։ Да, они собраны на Սպունգի մեջ флористическом. հեղուկ է հատուկ, որ ծաղիկները խմում են, ուտում են, շնչում են։ Հետաքրքիր է, Պարոն Ավինյան ասել է միջալուց, որ լավ չի էս մոտակա ժամանակներին մեր օդը կեղտոտվելու, ասեմ իմանաս։ Ո՞ա, ես վերջերս ընդամենը։ Չէ, հիմա շուտով։ Ասել է, որ դու չջայնան ասել, նախապես ասել եք մարդը։ Բայց իմ տրամադրությունը այսօր որևէ բան չի կարող փչացնել, որովհետև ես այսպեսի գեղեցիկ ծաղիկ ունեմ արդեն։ Այո։ Եկել եմ առավոտյան եթերի, հրաշալի զրույց ենք ունենում, բայց օրինակ եթե զանգահարում են ձեզ, ինչ որ Pinterest-ից նկար են ուղարկում եւ ասում են հենց այս տարբերակով ենք ուզում Այդ անել բառը չհասկացա ինչ է։ Pinterest ինչ է։ Դե լավ, կարևորը մենք իրար հասկանանք։ Композиция. Ու կոմպոզիցիան ուղարկում են այդ ասում են դրանից է։ ասում են հենց Безусловно, безусловно. Отходим от сумок и выполняем любой заказ. То есть любую картину, которую нам присылают, я ее выполняю и Ալինա, իսկ выставляем այս в короткие сроки. կոնստրուկցիան, որը որ սա ինչ մատերիալ է, ուզում ասեմ, օրգստիքլո։ Это не оргстекло, производится это тоже специальная технология, то есть она не разбивается, это не оргстекло. К сожалению, я не могу произнести, да, состав. Когда мы производили их, было несколько их составов. Конечно, каждая ручка собирается, то есть форма приезжает отдельно, ручки собираются вручную. Их купить невозможно. Да, уголки тоже. Օլիգարխների համար կարեսական մարգարիտ լինի օրինակ։ Այո, եւ բրիլյանտներ։ Այս հատվածներն էլ ամբողջությամբ ձեռքի Да, это все собирается համար կարա լինի вручную. ոսկի, մարգարիտ, զմրուխտ, զառա, ինչ քարեր է սիրում։ Զմրուխտ, զառայի, մարգարիտ, անմշակ։ Ապագա ամուսինը թո մտած է այս ուղությամբ, որ զմրուխտ է սիրում զառան։ Մեծ ուրալյան թե կոլումբիական։ Կոլումբիական, բայց ուրալյանն է ավելի լավն է։ Բայց ինձ հետաքրքիր է, ինչպես այդ գաղափարը ծնվեց, այսինքն մենք մի քիչ խոսեցինք, բայց ավելի սենց ծավալուն խոսենք, ոնց առաջացավ գաղափարը ստեղծելու հենց այս բիզնեսը։ Ինչ որտեղ տեսակ լուսանկարները, դա ձեր միտքներ վաղուց, որ ուզում եք իրագործել, ոնց եղավ գաղափարը։ Я увидела такую же сумку. И был клип, как девочка собирала эти цветы. И мне хотелось так же. Мне хотелось так же. Я себя видела на просторах Инстаграм. Хотела себе иметь блог, связанный именно с таким творчеством. У меня получилось. У меня нет флористического образования, но я его в Армении получила. Я отучилась на флориста. Вот. Это образование тоже я имею. То есть, в принципе, мастерство все еще впереди. Мишт կարելի նոր ինչ-որ մի բան Обязательно, да, обязательно. Никогда не поздно что-то начинать. Եվ սովորել, ինչ-որ կրթություն ստանալ, նոր մասնագիտություն ձեռք բերել։ Мне это нравится. И причем, возможно, и в Армению я приехала, наверное, корни тянули, природа, здесь все красивое, люди красивые, любят все красивое, вот. Я привезла. Բայց ծաղիկների հետ աշխատանքը դա թերապիա է նաև, դա առանձին որպես այդպեսին թերապիա կա եւ արտ թերապիայի մեջ կարողանում են օգտագործել։ Գուցե մտքեր կան, օրինակ ձեր հաճախորդների հետ կամ ուղակի ցանկացողների հետ անել մաստեր-կլաս։ Обязательно. Որտեղ լինի եւ հավաքվենք եւ ինչ որ ծաղիկներով աշխատենք։ Ես այլ բան եմ առաջարկում։ Ես առաջարկում որ տղամարդիկ գան իրենց ձեռքերով Ալինայի իհարկե ցուցումներով եւ խելացի խորհուրդներով իրենց ձեռքերով իրենց ելի կանանց համար հավաքեն այսպեսի պայուսակներ, զար պատկերացնում եք։ Զմրուխտների տեղը կարակ դա կնվիրեք։ Դեռ իհարկե։ Հնարավոր է դա։ Да. Ապագայում հնարավոր է։ Обязательно. Միջած Ալինան ասաց, որ ինքը այստեղ նաև ստացավ կրթություն ֆլորիստի եւ դա շատ իրեն օգնել։ Իսկ առանց կրթության հնարավոր չէր։ Կրթությունը ինչ տվեց ձեզ, ինչ փոխեց։ Техника использовать в других, да, каких-то там
допустим, есть специальная техника, которую я не знала, я не флорист. И мне хотелось более профессионально собирать букеты, знать... Որ գույնը որի հետ է, որ Да, ծաղիկը որի совместимость, да. Իսկ ներողություն եմ խնդրում, կա այդպիսի կան ծաղիկներ, որ չի կարելի իրար կողք դնել, իրար հետ համադրել, թե Вы չկա։ знаете, как после того, как я отучилась, думаю, что нет. Это дело фантазии на самом деле. То, что ты видишь, ну как бы для меня все прекрасно. Все растения, все цветы, они прекрасны. Их можно собрать в один букет, красиво сложить, и будет это выглядеть красиво. Но у флористов, у мастеров есть эта техника на самом деле. Այսինքն կրթությունը մեկա լավ բան է։ Այո, եւ եւս մեկ անգամ հիշեցնենք այո հեռախոսահամարը 094 94 99 00 այս հեռախոսահամարով կարող եք զանգահարել կամ Instagram-յան հարթակում Alf Flowers գտնել, միանալ էջին անպայման եւ մշտապես թարմ ծաղիկներ կունենաք։ Գեղեցիկ պայուսակներով եւ կարող եք ձեր Պաստորեն սա գիտես ինչ է։ Օ, հասկացա։ Սիրելի տղամարդիկ, սա նաև նայեք, մենք ծաղկեփունջը նվիրում ենք կնոջը, տանում եք տուն եւ ոչ մեկ չի տեսնում։ Եվ փաստորեն իսկ սա նաև ձեր էգոն է մի քիչ շոյում, որտեղ ձեր նվիրած ծաղկեփունջը գեղեցկույն կրում է եւ բոլորը տեսնում են թե օ, տեսեք ինչ ծաղկեփունջ են Զարային նվիրել։ Այո։ Լավ, մենք էլ նվեր ունենք իհարկե Ալինային, սա մեր կողմից, մեր հովանավորի կողմից Stay շոկոլադները տոնական, գեղեցիկ փաթեթավորմամբ, առողջարարի միջալոց Զարը խնդրեմ փոխանցի։ Այո, որովհետև դրանք չորամրգերով եւ մեղրով են պատրաստված։ Спасибо, обязательно. Չորամրգերով եւ մեղրով։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք ձեր տոնը, մաղթում ենք ձեր բիզնեսին հաջողություն եւ հուսով եմ, որ այսօրվա եթերից հետո մեր քաղաքում էլ ավելի շատ մարդիկ այսպես գեղեցիկ պայուսակներով, ծաղիկներով լի կզբոսնեն եւ կուրախացնեն։ Շատ համապատասխան Համահունչ է, Զարա, համահունչ է։ Այսքանը Alf Flowers-ի մասին եւ Ալինայի մասին, Զարան այս պայուսակով դեռ ահագին կուրախան է, մինիմում 3 շաբաթ հետո կգա մեզ կպատմի այս պահին գովազդ շանթի եթերում։ Գնացինք։